Սիրելի հեռուստադիտողներ, «Գոյամարտ» հեռուստասերիալի այսօրվա դրվագն ապացուցեց, որ կյանքում ամենամեծ ցավը ոչ թե ֆիզիկական վերքերն են, այլ սրտի կոտրվելն ու թիկունքից ստացած ամենաանսպասելի հարվածները։ Մենք ականատես եղանք և մեծագույն սիրո կործանմանը, և ստորագույն դավաճանության բացահայտմանը։ Ահա և վերջ։ Սերիալի ամենագեղեցիկ ու մաքուր սերը պաշտոնապես հասավ իր ողբերգական ավարտին։ Լեոն, գտնվելով ծանր հոգեբանական ճնշման տակ, Լեային կանգնեցնում է կյանքի ամենադաժան ընտրության առաջ։ Նա պահանջում է հստակություն։ Սակայն Լեան արցունքների մեջ խեղդվելով պատասխանում է, որ ինքն ուղղակի իզորու չէ ընտրություն կատարել հարազատ Արյան և սիրած տղայի միջև, քանի որ այս ամենն ի սկզբանե սխալ է ու անարդար։ Լեոն, ում սիրտը քարացել է ցավից, այս վճռականությունը միանգամից ընդունում է որպես վերջնական մերժում և բացասական պատասխան։ Սա դառնում է նրանց հարաբերությունների մահավճիռը։ Նրանք բաժանվում են, և ամեն մեկը կոտրված հոգով գնում է իր ճանապարհով։ Լեոն վերադառնում է հիվանդանոց։ Չնայած նա անչափ ուրախ է Դավիթի ապաքինման համար, բայց նրա աչքերում դատարկություն է։ Ֆիզիկապես նա եղբոր կողքին է, սակայն մտքերով ու հոգով դեռ Լեայի հետ։ Ճիշտ նույն քայքայված և կարոտով լի վիճակում է նաև Լեան։ Իսկ մինչ երիտասարդները սգում են իրենց կորսված սերը, սերիալում տեղի է ունենում խելագար մի բացահայտում, որը գլխի վայր է շուռ տալիս ամեն ինչ։ Հունանը, հուսահատված իր կորսված հարստությունից, աշխատասենյակ է կանչում իր վստահելի իրավաբանին, Ավոյի ձևակերպած փաստաթղթերն ուսումնասիրելու և իրենով արած բիզնեսների վերադարձնելու իրավական ելք գտնելու նպատակով։ Բայց իրավաբանի խոսքերը հնչում են որպես սառը ցնցուղ։ Նա հայտնում է, որ Ավոն ամեն բան այնքան գրագետ, մաքուր ու անթերի է կազմակերպել, որ դատարանում որևէ բան ապացուցելը պարզապես անհնար է։ Ավելին, իրավաբանը հիշեցնում է Հունանին նրա իսկ գործած հանցանքը, նշելով, որ դատարանում որպես ծանրացնող հանգամանք կօգտագործվի Հունանի կողմից Ավոյի դեմ իրականացված դանակահարությունը։ Բայց ամենասարսափելին տեղի է ունենում րոպեներ անց։ Դուրս գալով Հունանի աշխատասենյակից, իրավաբանը, ով պետք է պաշտպաներ Հունանի շահերը, անմիջապես հանում է հեռախոսն ու զանգահարում Ավոյին։ Այո, իրավաբանը վաղուց գնված և հավաքագրված է Ավոյի կողմից։ Նա զեկուցում է Հունանի հետ ունեցած ողջ խոսակցության մանրամասներն ու վստահեցնում, որ ամեն բան ընթանում է ճիշտ իրենց գծած պլանով։ Ավոն հրճվում է հաղթանակից, լիովին համոզված լինելով, որ իրավիճակն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է։ Ստացվում է մի աբսուրդային իրավիճակ։ Հունանը, ով իրեն համարում է անպարտելի և ամենազոր, շրջապատված է դավաճաններով և գաղափար անգամ չունի, որ իր իսկ պաշտպանն աշխատում է թշնամու օգտին։ Հասկանալով, որ օրենքն ու դատարանն իր վերջին հույսը չեն արդարացրել, Հունանը կայացնում է իր ոճին բնորոշ, դաժան որոշում։ Նա այլ ելք չի տեսնում, քան բռնի ուժով և ահաբեկչությամբ Ավոյի հարցերը վերջնականապես լուծելը։ Հենց այս հուսահատությունից էլ ծնվում է այն սարսափելի ծրագիրը, որը հանգեցնելու է հյուրանոցում Ռոզիի և նրանց զավակի առևանգմանը։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, արդյոք սա իսկապես Լեոյի և Լեայի սիրո վերջն է, թե ճակատագիրը դեռ նոր փորձություններ ունի նրանց համար։ Իսկ ինչպես կվարվի Հունանը, երբ վերջապես բացահայտի իր վստահելի իրավաբանի ստոր դավաճանությունը։ Անպայման գրեք ձեր վարկածներն ու սպասումները մեկնաբանություններում, մենք անհամբեր կարդում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքը։ Շնորհակալություն դիտելու համար։